Մի տեսակ հոգու ներդաշնակություն կա յուրաքանչյուրիս մոտ, հատկապես վերջին երաժշտական կատարումը լսելուց հետո, որովհետև այլ կերպ, այլ զգացողություններ պարզապես հոգում չի կարող արթնանալ։ Մենք շարունակում ենք առավոտ լուսո սիրելի հեռուստադիտողներ եւ մեր հաղորդաշրջանակներում մենք հիմնականում միշտ ունենում ենք շատ համեղ եւ փոքրիկ պատառիկ, որին հավատարիմ ենք ու որին անդադար մենք անդրադառնում ենք։ Եվ հիմա ժամանակն է, որպեսզի մեզ արդեն տաղավարում միանա մեր շատ սիրելի գործընկեր Անուշը, Անուշ Խաչատրյանը, ողջույն Անուշ։ Ողջույն սիրելի գործընկերներ։ Ողջույն։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ։ Նախ ողջունում եմ քեզ Հայկ մեր տաղավարում։ Ես առաջին անգամ քեզ տեսա այստեղ, մենք արդեն մյուս մեր գործընկերոջ հետ հանդիպել ենք եւ հիմա ասեմ թե ինչ ենք պատրաստելու այսօր։ Բայց մինչ ասելը թույլ տուր ես այստեղից հաճախոսություններ անեմ եւ ասեմ, որ շատ ուրախ եմ քեզպես ժպտադեմ մարդու տեսնել մեր տաղավարում, որովհետև մեր հիմնական նպատակն է մեկս մյուսին փոխանցել ժպիտ, իսկ դա քեզ մոտ շատ գեղեցիկ է ստացվում։ Կրկին ողջույն ու շնորհակալություն։ Դե ինչ ես առաջարկում։ Հիմա մենք կպատրաստենք նախուտեստ։ Նախուտեստը կոչվում է ֆատե, կոչվում է ֆատե եւ մեր արևմտահայ հայրենակիցները շատ են այստեղ պատրաստում։ Եվ հիմա մեզ անհրաժեշտ է արդեն խորոված սմբուկ, պղպեղ, համեմ կամ մաղադանոս, սիսեր, թահին, մածուն։ Շատ հետաքրքիր է ստացվելու արդյունքը, բայց հիմա չբացեմ ամբողջ գաղտնիքը եւ սկսենք պատրաստել։ Սիսերը այստեղ եփված է, հիմա արևածաղկի յուղով ես կտապակեմ մի փոքր, բայց ընդհանրապես դնում եմ ջեռոցի մեջ եւ մի փոքր չորանում է, խրթխրթան է դառնում։ Մենք կհամեմենք։ Իսկ այս բաղադրատոմսը այն ավանդական բաղադրատոմսերից մեկն է, որ քո կողմից փոփոխության չի ենթարկվել, թե արդյոք արդեն իսկ համեղ բաղադրատոմսին դու ամեն դեպքում որոշակի դետալներ ավելացնում ես քեզնից։ Սա երևի թե այն բացառիկներից է, որ ոչինչ չեմ ավելացրել ու չեմ պակասեցրել, որովհետև ամեն դեպքում մեր քիմքին սովոր չէր այս բաղադրիչներն առանձին այո շատ ենք օգտագործում, բայց բոլորը միասին այնքան հետաքրքիր համ ուներ, որ ընդհանրապես ոչինչ այստեղ ավելացնել պետք չէր։ Եվ հիմա համեմեմ։ Իսկ ընդհանրապես նման նախուտեստները քո պրակտիկայում շատ են, թե ոչ, որ փոփոխման ենթակա չեն եւ հենց քո կողմից, որովհետեւ սովորաբար որևէ բաղադրիչ անպայման ավելացնում կամ պակասեցնում եմ, պարտադիր, իմ քիմքին ավելի հարմար դարձնում։ Անուշ նաև սիրում է իմպրովիզներ անել, երբեմն նույն աղցանը նախուտեստը կարող է մի քանի անգամ պատրաստել, բայց մենք անդադար հարցնենք ծանոթ էր այս բաղադրատոմսը ու վերջում ասում են ընդամենը 1-2 բաղադրիչ էի փոխել, բայց համը միանշանակ այլ է դառնում, որովհետև շատ լավ տիրապետում է այդ համային գաղտնիքներին եւ գիտի թե որ բանջարեղենը, կանաչեղենը եւ ինչ համեմունք կարելի է օգտագործել, ել ավելի վառ դարձնելու համար ամբողջ ուտեստի համը։ Սիրելի Անուշ, ես բոլոր այն մեր գործընկերներին, ովքեր նաև սոցիալական հարթակներում են շատ ակտիվ գործունեություն ծավալում, միշտ այդ հարցը տալիս եմ։ Արդյոք դու Անուշ հետևորդներիդ մեջ ունես պրոֆեսիոնալ խոհարարներ, ում հետ սերտ կապի մեջ ես եւ արդյոք նրանք միշտ համաձայն են քեզ հետ։ Արդյոք որևէ լավ իմաստով իհարկե երկխոսություն, բանավեճեր, քննարկումներ, չասենք քննադատություններ չեն լինի։ Մենք մոտ 2 տարի խոհարարների մոտ էինք գնում, ինքներս հյուր էինք գնում եւ պատրաստում էինք նրանց հետ ու հիմա շատ խոհարարների հետ ընկերներ ենք դարձել ու ինչ որ պատրաստում էի բնականաբար շատ հաճախ մեկնաբանություններ էին անում, ասում եմ շատ լավ է ստացվում, այնպես որ նույնիսկ շատ դեպքերում հարցեր եմ տալիս թե ինչպես սա անել, պատրաստել եւ այլն։ Այնպես որ շատ մտերիմ ընկերներ արդեն ունենք խոհարարներ եւ շատերը հիմա գալիս են այստեղ արդեն։ Գալիս են կիսվում իրենց գաղտնիքներով նաեւ, որոնք դառնում են շատ սիրված թե մեր, թե հեռուստադիտողների կողմից։ Մենք ասացինք, որ սա նախուտեստ է, հիմա դու կտրատում ես սմբուկը, բայց ըստ ձեզ ինչ է կարծում, նախաճաշը պետք է շփոթել նախուտեստի հետ, թե ոչ, օրինակ սա նախաճաշի համար լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել, թե ամեն դեպքում կատարյալ է նա նախուտեստի կարգավիճակով։ Քանի որ այստեղ սխտոր կա, կարծում եմ կարող է չլինել նախաճաշ, բայց նայած ում համար հնարավոր է եւ որպես նախաճաշ կարող են օգտագործել։ Իսկ առանց սխտոր երևի այն կկորցնի որոշակի համային չի ստացվի, ասեմ ձեզ։ Նույնիսկ սխտոր պետք էր այստեղ ավելացնել,
բայց հիմա ես որպեսի ուղակի մեր տաղավարում շատ այսպես սխտորի բույրը չտարածվի, այո, դրա համար ես չավելացրեցի, բայց մենք սխտորը կավելացնենք մածունի մեջ։ Հիմա ասեմ, որ պետք է մածունը տեղավորենք ափսեի մեջ ու կտրտած սմբուկը ավելացնում ենք մածունի վրա։ Եթե մենք ունենք նախապես արդեն որոշակի եփածություն ունեցող սմբուկ, ապա շատ ավելի կարճ ժամանակահատվածում կարող ենք վերջնական տեսքի բերել եւ պատրաստել։ Շատ, իրականում շատ արագ է պատրաստվում, ընդհանրապես մենք փորձում ենք առաջարկել այնպիսի ուտեստներ, որը որ արագ է պատրաստվում։ Դա շատ կարևոր է, որովհետեւ բոլորը զբաղված են մեր օրերում եւ անհրաժեշտ է մարդկանց գործը հեշտացնել։ Անուշ մի բան է պարզապես համեղ պատրաստել, որովհետև կան մարդիկ, ովքեր սիրում են խոհանոցը, խոհանոցում լինել, պատրաստել։ Ես եթե ունենում եմ այդ ժամանակը, պատկանում եմ այդ մարդկանց թվին, բայց մի այլ բան է տալ որոշակի հստակ ուղղվածություն, նկարահանումներ, մոնտաժ, վերջնական տեսքի բերել տեսանյութը, երբևէ լինում է ժամանակահատված, երբ պարզապես հոգտում ես եւ այս ամենը քեզ համար թվում է միատարր, մի օրինակ, թե ամեն դեպքում այն բազմազան է եւ որևէ վարքյան չես զգացել այդ զգացողությունը։ Երբեք ոչ խոհանոցում, ոչ առհասարակ իմ տեսանյութերը նկարահանելու եւ պատրաստելու Իսկ դա հստակ երևում է քո կատարած աշխատանքից։ Հիմա ավելացնում ենք ամենակարևոր բաղադրիչը, որ այստեղ յուրահատուկ համու հոտ է տալու, դա թահինն է։ Մոտ 2-3 ճաշի գդալ։ Խնդրեմ կրկին հիշեցնես թահինի ծագումնաբանության մասին։ Թահինը դա քունջութի մածուկն է, այո։ Եվ պետք է մի փոքր էլ կիտրոն ավելացնենք։ Ինչ հյութալի կիտրոն էր։ Այ դա նկատեցի հեռվից հեռու։ Իսկ խոհանոցում նախասիրությունները ավելի որ ուղղվածությամբ են գնում, սիրում ես պատրաստել նախուտեստ, աղցաններ, թե աղցաններ, շատ եմ սիրում աղցաններ պատրաստել, այո։ Կանայք, ովքեր շատ սիրում են խոհանոց եւ հատկապես զբաղվում են բլոգինգով, նրանց հատուկ է մոտ կանգնել աղցան պատրաստելու։ Ինչու, երևի գունեղ է, երևի թեթև է, երևի էներգիայով լի է պարզապես, արագ է ստացվում։ Մեր տանը տարբերակը շատ էսթետիկ է։ Այո, բայց առանց աղցան չեն պատկերացնում, որ կարելի է որևէ նստել հաց ուտել ընդհանրապես։ Ինչը շատ լավ է, որովհետև մենք գիտենք ու անդադար նաև խոհանոցային այս հատվածների, տեսանյութերի ընթացքում էլ իմացել ենք, թե որքան մեծ վիտամինային պաշար ունեն աղցանները, որ կարող են ապահովել օրվա բալանսը, թեկուզ առավոտյան նախաճաշին աղցան վայելելով։ Այո, իհարկե։ Անուշ, ցանկացած պարագայում մեծ սիրով ես լինում խոհանոցում, ցանկացած պարագայում։ Ինչպես։ Ցանկացած պարագայում մեծ սիրով ես լինում խոհանոցում։ Միշտ։ Եվ կա շրջապատում օրինակ հարազատներ, ընկերներ, բարեկամ մարդիկ, ում համար մի տեսակ յուրահատուկ է դառնում քո մոտեցումը։ Այսինքն երբ գիտես նրանք են գալու, երբ գիտես նրանք են գալիս եւ կա հստակ ձևավորված ավանդույթ, որ այս շրջանակի համար պատրաստում ենք հետևյալը, այն շրջանակի համար մի ուրիշ տեսակի աղցան կա, նման ձևավորված արդեն ավանդույթներ տարիների ընթացքում։ Անկեղծ ասեմ, հիմա արդեն ինչպես է դարձել։ Բացում եմ իմ էջը, որտեղ շատ ուտեստներ եւ աղցաններ եմ պատրաստել ու տեղադրել։ Բացում եմ, նայում եմ, սկսում եմ համադրել այս ուտեստը, այս աղցանը, այս նախուտեստը եւ այլն ու պատրաստ է արդեն։ Բայց գրում եմ, ցուցակը գրում եմ ու գնում եմ արդեն գնումների, այո։ Կարծում եմ քո դեպքում նաեւ այսպես ասած ճակերտավոր պատվերներ են լինում ընկերների կողմից եւ գիտեմ որ դու ես պատրաստելու։ Շատերը կան որ ասում են այն աղցանը դու գիտես ես շատ եմ սիրում դա կպատրաստես։ Ուր հասանք Անուշ։ Հասանք սխտորին։ Ես շատ քիչ կապելացնեմ։ Գտալի ծայրով մոտավորապես մեր օրերում կան սխտորին փոխարինիչներ, հա, որովհետև շատ են նկատել, որ օրինակ սխտորի փոշի կարելի է ավելացնել, օրինակ։ Որն ավելի թեթև է։ Որը, այո, հետո ընդհանրապես սխտորի այդ բույրը չի լինի հոտը, բայց դա եթե տապակում ենք որևէ բան, շատ ավելի ճիշտ կլինի։ Իսկ աղցանի մեջ եւ ընդհանրապես նախուտեստներում ավելի ճիշտ է սխտորը ամեն դեպքում։
այնքան հարց է հիմա իմ մեջ ծագել, որ կարծես ես հենց այսօր պիտի պատրաստեմ այս աղցանը։ Հենց այս աղցանը։ Ամեն ինչ ինձ հետաքրքիր է։ Իդեպ, քանի խոսեցինք սխտորի կարևորության մասին, վերջերս նաև համացանցում է շատ տարածվել մի, այսպես ասած, տրենդ, երբ աղջիկները հենց այդպես առանց կտրատելու օգտագործում են սխտորը, ասելով, որ շատ լավ է մաշկի համար։ Այո, բայց սիրելի հեռուստադիտողներ, պետք է անդադար հիշեցնել, որ նմանատիպ տրենդներին հետևելուց առաջ եւ կիրառելուց առաջ պետք է անպայման խորհրդակցել բժիշկների հետ, մասնագետների հետ, որովհետեւ միայն տվյալ մարդու մասնագետը, հետևող բժիշկը գուցե կարող է ցուցում տալ, պետք է այդ բանջարեղենը, այդ ըմպելիքը, որը պատրաստում են, չգիտեմ, նիհարելու, քաշկորցնելու կամ ավելացնելու համար, պետք է առհասարակ կիրառել, թե ոչ, որովհետեւ գուցե ձեր օրգանիզմին հակացուցված է առհասարակ սխտորի մեծ չափաբաժնի օգտագործումը։ Այո, եւ ընդհանրապես անհրաժեշտ է ամեն ինչը չափի մեջ պետք է լինի, կապ չունի, որ օգտակար է եւ պետք է շատ օգտագործել։ Եվ իդեպ օրինակ սխտորը մաշկի համար, այո, շատ լավ է, բայց կարող է ստամոքսի որևէ խնդիր ունի եւ չի իմանում դրա մասին եւ շատ օգտագործելն արդեն վատ լինի։ Հիմա ավելացնում ենք աղ։ Հիշեցնեմ, որ այս ամենը մոտավորապես 10 րոպեի ընթացքում։ Այո, ես հիմա մի քիչ ավելի դանդաղ եմ անում։ Եթե օրինակ տանը լավ պատրաստելիս լինեի, ավելի արագ կպատրաստեի, դա գուցե 5-6 րոպե տևեր։ Երբ արդեն խորոված պատրաստ ունենք սմբուկն ու պղպեղը։ Բայց մենք չենք թողնում, որ Անուշը միայն պատրաստի աղցանը, ընթացքում նաև տալիս ենք մեզ հետաքրքրող հարցերը, զրուցում ենք նրա հետ։ Մի խոսքով հաճույքով ու մեծ սիրով է պատրաստում Անուշը, որ աղցանը էլ ավելի համեղ լինի, որովհետև նա չնայած անդադար նշում է, որ սերը ամենամեծ ու ամենալավ համեմունքն է ու տեստը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Միանշանակ։ Անուշ միայն շատ անկեղծ խնդրում է պատասխանես, դե ասում են, չգիտեմ որքանով է ճիշտ, որքանով ոչ, բայց տղամարդ խոհարարների կամ ընդհանրապես մի բան երբ պատրաստում է տղամարդը խոհարեցում, մի տեսակ համային այսպես երանգները շատ ավելի ցայտուն են ու գրավիչ, քան կանանցը։ Խտրականություն բնավ չենք դնում, բայց ամեն դեպքում դու ինչ ես մտածում այս Համաձայն եմ, իդեպ մենք իմ գործընկերների մեծ մասն էլ տղամարդ խոհարարներ են եւ շատ համեղ պատրաստում են բոլորը։ Չեմ կարող ասել, որ որտեղ է կայանում, տեսես։ Ես կարծում եմ, կես կատակ, կես լուրջ իհարկե սա, որ այդ միտքը առհասարակ մեջտեղ բերել են հենց կանայք, որպեսզի տղամարդիկ պատրաստեն էլ ավելի հաճախ եւ երեկոյան ընթրիքները լինեն։ Բայց ես այդ հարցը միշտ տալիս եմ։ Հետաքրքիր։ Ես այդ հարցը տալիս եմ, Խոհարարներին։ Այո, ձեր տանը երևի թե ձեր կինը ոչինչ չի պատրաստում, ասում եմ ոչ, տանը ես ոչինչ չեմ պատրաստում։ Այնպես որ բոլորը չէ որ հասցնում են տանը պատրաստել։ Մենք այսպես մատուցման ափսեի մեջ գեղեցիկ տարածում ենք։ Մի փոքր կենտրոնում այսպես փոսիկ ենք անում, որպեսզի ավելացնենք սիսերը։ Սա պետք է պարզապես վայելել, սիրելի հեռուստադիտողներ։ Իմիջիալուց պետք է ասեմ, որ որքան հաճույք մենք զգում ենք այս պահին այս աղցանը համտեսելիս, կրկնակի հաճույք է, երբ կողքից տեսնում ենք, թե ինչ հաճույքով է պատրաստվում։ Սա մի գործընթաց է, որ այո, այդտեղ պետք է հոգի ներդնել, որպեսզի վերջո ուտեստ ունենա այն համային երանգները, որի սկզբանե դու մտածել ես, որ հենց այդպես էլ պետք է լինի։ Իդեպ, դա նաև ռեստորանային բիզնեսում առհասարակ նշում են, որ մարքեթինգային շատ հետաքրքիր քայլ է։ Ու տարբեր վերլուծությունների արդյունքում նշում են, որ այն ռեստորանները, որտեղ մարդիկ հյուրերը տեսնում են, թե ինչ է կատարվում խոհանոցում, ինչպես է պատրաստվում իրենց պատվերը, շատ ավելի մեծ հետաքրքրությամբ են գնում այնտեղ։ Երբեմն իհարկե կան նաև արդեն մեզ մոտ էլ կարծում եմ այդպիսի սրահներ, ռեստորաններ, որտեղ տեղում դու կարող ես պատրաստել քո ուտեստը։ Սա էլ ավելի հետաքրքիր է դարձնում մատուցման տարբերակը եւ կարծում եմ ընկերական հավաքույթները էլ ավելի ջերմ մթնոլորտ է ստեղծվում այնտեղ, երբ մարդիկ հավաքվում են, իրենք պատրաստում կամ հետևում թե պրոֆեսիոնալ խոհարարները ինչպես են ստեղծում հետաքրքիր ու շատ գեղեցիկ ուտեստներ։ Այո, եւ եթե նկատել եք գնալով էլ ավելի են շատանում նման ռեստորանները, երբ դու նստած համտեսում ես եւ դիմացը տեսնում ես թե ինչպես է խոհարարը պատրաստում կամ ապակու ետևում կամ ուղղակի արդեն կամ ինչպես է թխվում հացը օրինակ թոնրի մեջ եւ բույրը տարածվում է ամբողջ սրահով մեկ։
Եվ մոտենում ենք վերջափուլին։ Այո։ Իսկ վերջում ինչ է անհրաժեշտ, իհարկե Թարմ կանաչի։ թարմ կանաչի։ Ես շատ եմ սիրում համեմ, բայց մեր օրինակ արևմտահայ հայրենակիցները շատ օգտագործում են մաղադանոս։ Բայց ես այս անգամ կավելացնեմ համեմ, իսկ ով ցանկանա կարող է մաղադանոս ավելացնել։ Ես նաև եթե կա մածուն, սիրում եմ սամիթ օգտագործել մածունի հետ։ իհարկե։ Կարելի է նաև սամիթը փորձել։ Բայց Փոփոխությունները արդեն լինում են։ Թահինով խառնված այս տարբերակի համար ինձ թվում է համեմը կամ մաղադանոսը, այո։ Մենք վստահում ենք քեզ Անուշ։ Եվ այսպես գեղեցիկ զարդարենք։ Էսթետիկ, գեղեցիկ, ախորժելի Դե իհարկե, Եվ օգտակար։ մասնագետի ձեռքով։ Իհարկե, ով շատ սիրում է իր աշխատանքը, միանշանակ հոգի եւ շունչ ներդրեց այս ամենի մեջ։ Տեսեք ինչ գեղեցիկ ստացվեց։ Հիմա համը կփորձեք, կտեսնեք նաև համեղը։ Բրավո Անուշ, շնորհակալություն, պատրաստ րոպեների ընթացքում նախուտեստ, սիրելի հեռուստադիտողներ, ամեն դեպքում ունեցեք նախապես պատրաստված այն Սմբուկը, պղպեղը Եվ պղպեղը ու շատ արագ կունենաք առողջարար։ Կարելի է նաև սառցախցիկում պահել, որովհետև հիմա խորոված վիճակում շատերն են պահում եւ մի քանի րոպեում արագ ստանալ այս նախուտեստը։ Անուշ լինի։ Շնորհակալ ենք Անուշ եւ առաջարկում ենք հիմա մնաս մեզ հետ, մինչ մենք կհայտնվենք քո խոհանոցում, միասին դիտենք տեսանյութ, որովհետեւ մեր գործընկերը քիչ առաջ մենք խոսում էինք մեծ հայ բարերար Մանթաշյանցի մասին ու ցանկանում ենք թեման շարունակել խոսելով առհասարակ բարեգործության, բարերարների, հայտնի բարերարների պատմությունները ներկայացնելու։ Հենց այս բան առանց կորցնելու վարքյանը կարևոր տեսանյութ, սիրելի հեռուստադիտողներ, վերադառնանք եւ շարունակենք, խնդրեմ։